21 թվին, սրանից 5 տարի առաջ, այս հրապարակը ևս վանկարկում էր, որ Նիկոլը հեռանա, բայց Նիկոլը կարողացավ վերարտադրվի, որտեղ մեր ժողովրդից գալի մասին վախացրեց նախկինների վերադարձով։ Այսօր էլ է փորձում, բայց այսօր իր մոտ չի ստացվի, որովհետև այսօր ասպարեզ է իջել ուժեղ Հայաստանը։ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ այսօր ասպարեզ է իջել այս նոր երիտասարդ հրաշալի ուժը թարմ դեմքերով, լուսավոր հայացքներով, թև ու թիկունք իրար կանգնած, ու այսօր այս ուժը մեծ հույս է բերել, հույս, որ մեր երկիրը թուրքի փայ չի դառնա, մենք կմնանք մեր երկրի տերը, կշենացնենք ու կզարգացնենք այն, հույս, որ մեր երկրում, մեր մեջ, հայր ջան, նորից կվերականգնվի համերաշխությունը, որ մենք իրար կվերաբերվենք սիրով ու հարգանքով, կհավատանք մեր Աստծուն ու մեր սուրբ եկեղեցուն, որ մենք նորից կդառնանք այս տարածաշրջանի ամենակրթված, ամենազարգացած, ամենամրցունակ, ամենաբարգավաճ ազգը։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Ինձանից առաջ ելույթ էր ունենում մեր ընկեր Արեգա Հովսեփյանը և ես ուզում եմ կրկնել իր խոսքերը։ Այս ամենը մեզ նաև հույս է տալիս, որ Արցախը չի դառնա լոկ հիշողություն, որ մեր հայրենակիցները կվերադառնան Արցախ, կապրեն այնտեղ արժանապատիվ ու ազատ, մենք էլ բոլորս կվայելենք մեր հայրենիքի այդ հրաշք մասը։ Եվ ուստի, սիրելիներս, հայրենակիցներ ջան, 4 օր է մնացել այս մղձավանջին, 4 օրից հետո բացվելու են ընտրատեղամասերը և դուք թողեք բոլոր վախերը, բոլոր կասկածները, բոլոր երկմտանքները, արեք ընտրատեղամասեր ու ձեզանից յուրաքանչյուրը ձեր մեկ շատ ու շատ թանկ ձայնը տվեք մեզ համար երեքին, որպեսզի մենք կարողանանք այդ հույսը իրականություն դարձնենք։ Համար երեք, համար երեք, համար երեք։ Եվ վերջինը, սիրելիներս, երբ որ գաք ընտրատեղամասեր, հիշեք, որ դուք ընտրում եք ոչ միայն ձեր համար, այլև ձեր երեխաների, թոռների, չծնված ծոռների, ուստի ընտրեք Արարատը ու Արցախը, ոչ թե թշնամու պարտադրանքը, ընտրեք Նժդեհին ու Մոնթեին, ոչ թե թշնամու կամակատարներին, ընտրեք ստեղծողներին ու պաշտպաններին, ոչ թե ուրիշի ստեղանից հաս փախցնողներին, ընտրեք ուժը, ոչ թե թուլությունը, ընտրեք ուժեղ Հայաստանը, Սամվել Կարապետյանի հետ, վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան նոր, մի սիրտ միաձայն
Ոնց է տրամադրությունը, բայց ոնց որ ձախ կողմը ավելի պասիվ էր։ Իսկ աջ, ինչ ենք ունենալու 4 օրից։ Ինչ ենք ունենալու 4 օրից։ Ուժեղ Հայաստան, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սիրելի ընկերներ, վստահ եմ տեղյակ եք, որ մեր թիմը նախաձեռնել է Հայաստանում Հակասաֆարովյան օրենքի ընդունումը։ Հիմա Հանրապետության հրապարակում տեղադրված է օրենքը, որ մոտենալով որին կարող եք ստորագրել եւ ձեր ներդրումը ունենալ Հակասաֆարովյան օրենքի ընդունմանը։ Հայաստանում 300,000 ադրբեջանցիներ չեն լինելու։ Մենք դա թույլ չենք տալու։ Սամվել Կարապետյանը դա թույլ չի տալու։ Հայաստանը դա թույլ չի տալու։ Սիրելի ընկերներ, այս իշխանությունները պայքարում են եւ կալանավորում են բոլոր այն գործիչներին, բոլոր այն անձանց, որոնք պայքարում են 300,000 ադրբեջանցիների բնակեցման գաղափարի հետ։ Այդպիսի գործիչ էր նաեւ լեգենդար հետախույս Արտուր Ավանեսյանը, Կանդազը, որը որ այսօր պետք է լիներ այստեղ, մեր եւ ձեր կողքին։ Ինչպես ասում է Կանդազը, մահն այդքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը։ Սիրելի ընկերներ, բեմ եմ ուզում հրավիրել սիրված երգիչ Արսեն Սաֆարյանին։ Ողջույն,